Տիկին Գալստյան, ինչ ակնկալիքներ ունեք, արդյոք քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը կառուցողական դրսևորում կցուցաբերի եւ այդ թվում նաեւ ընդդիմադիր այլ տեխնացուներ, այդ թվում նաեւ ձեզ կընտրի հանձնաժողովի նախագահ թե ոչ։ Գիտեք, այստեղ երևի չխոսենք կառուցողական բառը չօգտագործենք, այլ սա սահմանադրական իրավունք է եւ արժե կանոնակարգով ընդդիմությունը իր ուրեմն համամասնությամբ ունի ազգային ժողովի ղեկավարություն կազմելու մեջ ուրեմն իր համապատասխան քվոտաները եւ մենք օգտվում ենք բնականաբար այդ մեր իրավունքից եւ լիազորությունից, օգտվում ենք շատ պարզ նպատակադրումով մեր ծրագրերը, մեր նպատակադրումները եւ մեր խնդիրները շատ ավելի այսպես արդյունավետ իրականացնելու մտածումով, այնպես որ քաղաքական պատասխանատվությունը նաեւ քաղաքական մեծամասնությանն է հարգելու, ընդունելու սահմանադրությամբ ամրագրված պարտականություն։ Եվ Տիկին Գալստյան, այդտեղ հիմնականում մարդու իրավունքների թեմայում կարմիր թելով անցնում էր քաղաքական դերակատարների իրավունքների հետ կապված, բայց ոչ ձեր ելույթում, ոչ հարցադրումներում քաղաքացու խնդիրների մասին չլսեցինք, օրինակ ընտանեկան բռնությունները, կանանց, երեխաների, հա, այդ խնդիրներին ինչու ձեր ելույթում անդրադարձ չունեցաք։ Թե հանձնաժողովի նախագահը չունի այդ։ Ունի հանձնաժողովի նախագահը, ինչպես բոլոր հանձնաժողովները, ունի շատ լուրջ գործիքակազմ, ինչպես ասացի, հանձնաժողովի մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցեր եւ հանրային հարցերը շատ մեծագույն սպեկտր ունի իր մեջ, թե կրթական իրավունքները, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքները, ազգային փոքրամասնություններ, ընտանեկան բռնություն եւ այլն։ Ես իհարկե հիմնական շեշտադրումը դրեցի մարդու իրավունքների միջազգային այդ համախմբի վրա եւ քանի որ Հայաստանում այսօր մարդու իրավունքների հենց քաղաքական կոնտեքստն է ամենաթիրախավորվածը, ամենախոցելին, միգուցե շեշտադրումը ավելի շատ այնտեղ էր, բայց ընտրվելու պարագայում, ինչպես ես իմ խոսքի եզրափակիչ մասում հաստատեցի, միանշանակ է, որ մարդու իրավունքների ամբողջ այսպես փաթեթը, որտեղ թե ընտանեկան բռնությունը եւ ամենակարևորը մեր հասարակությունում այսօր տիրող անթույլատրելի բռնության սահմանները, անհանդուրժողականությունը պիտի դառնա հանրային տագնապներից մեկը եւ մենք բոլորս պիտի հասկանանք։ Այսպեսի մի հարց։ Ձեր կուսակցականացված կերպարը մի տեսակ, ոնց ասեմ, այդ պաշտոնի հետ քիչ է համապատասխան իմ կարծիքով։ Օրինակ, եթե դուք լինեիք կրթության մշակույթի հանձնաժողովի նախագահ, ես դա կպատկերացնեի։ Կուսակցականացվածությունը չի խանգարում այդ պաշտոնը։ Ես չեմ կարծում, որ այստեղ բոլորը կուսակցական եւ քաղաքական մարդիկ են, ազգային ես հպարտ եմ իմ կուսակցական անցյալով եւ անկախության առաջին օրերից եւ դրանից էլ առաջ անդամագրվել եմ Հայ հեղափոխական դաշնակցությանը եւ հպարտությունը քրիստոնեական այսպես պատվիրաններով թույլատրելի չի, բայց ես հպարտ եմ իմ արժե համակարգով եւ այդ կուսակցության անդամը լինելով, բայց իմ կուսակցականությունը երբեք չի խանգարել ինձ թե Հայաստանում, թե միջազգային հարթակներում պաշտպանելու հենց մարդու իրավունքները եւ ԵԱՀԿ-ում ես արդեն երկրորդ շրջանն է մարդու իրավունքներ եւ ժողովրդավարություն հանձնաժողովի անդամ եմ։ Պաշտպանեք հավասարապես։ Եթե դրանք, գիտեք, կպաշտպանեմ, եթե դրանք վերաբերում են մարդու իրավունքներին։ Եվ ես երբ որ մարտի 1-ին 5 ուրեմն տարբեր կալանավորվածների երաշխավորագիր եմ տվել, բոլորովին չեմ կիսել նրանց գաղափարարժեքային հիմքերը, այդ մարդու իրավունքների պաշտպանության տեսակետից եմ խնդիրներին մոտեցել եւ մարդու իրավունքների պաշտպանությունը ընդունված այսպես աքսիոմատիկ նորմ է, ոչ ազգություն, ոչ կրոնական պատկանելություն, ոչ սեռական պատկանելություն չի ճանաչում եւ այդ պատասխանատվությունը բնականաբար հասկանում եմ։ Ինչ տպավորություն ունեք հարցերից, շնորհակալ հարցերն են երեխաները արժեվում են, դուք կընտրում եք այդ պաշտոնը։ Չեմ անկեղծորեն չեմ կարող ասել, կանխատեսելի չի եւ տեսնենք ինչ կլինի, բայց մի բան ինձ համար ավելի քան հստակ է, կընտրվեմ թե ոչ, ես շարունակել եմ աշխատել ճիշտ այն կերպ, այն մոտեցումներով եւ այն արժեհամակարգով, որ մինչեւ հիմա ունեցել եմ, ժամանակը թող ցույց տա։ Չգիտեմ, դեռ կտեսնենք։ Տիկին Գալստյան հաշվի առնելով, որ Աննա Հակոբյանը խորացել է ընտանեկան բռնության դեպքերի մեջ եւ գտնում է, որ օրենսդրական բաց կա, այդ ոլորտում իր հետ կհամագործակցեք, ոնց եք դա պատկերացնում։
Ես լսել եմ, որ ընտանեկան բռնությանը վերջերս հետաքրքրություն ունի։ Ես Աննա Հակոբյանին, չգիտեմ, թող նախաձեռնությունը լինի մտածումները, ինչու՞ չէ, որովհետև մերժելը նկատի ունեմ, եթե առողջ լուծումներ կան, առողջ գնահատականներ կան եւ լուծման ճանապարհներից շահելու է մեր պետությունը եւ հասարակությունը, ես կողմ եմ եւ ընդհանրապես ես ինքս դիալոգի, երկխոսության կողմնակից մարդ եմ եւ գերադասում եմ խնդիրները լուծել, քան թե առճակատում։ Տիկին Գալստյան, այս հանձնաժողովի նախագահի թեկնածու առաջադրվելը պայմանավորված է այդ բանտարկյալներով, ձեր ֆրակցիայի մյուս եւ Վահագն Ալեքսանյանի հետ համեմատականը Բագրատ Սրբասանի ու Բեն Լադենի կուզեի դրան անդրադառնալ ելույթից դուրս։ Այս հանձնաժողովը մենք ընտրեցինք, նախ հերթականության խնդիր կար, հանձնաժողով ընտրեցինք, որովհետեւ այս ոլորտը մարդու իրավունքների պաշտպանության ոլորտը, ինչպես ես իմ ելույթում խոսքում ներկայացրեցի, շատ խոցված ոլորտ է Հայաստանը բացարձակապես առնչություն չունի այս մարդու իրավունքների, ժողովրդավարությունը, խոսքով այս նահանջները եւ բնականաբար Հայաստանում մեզ համար որպես քաղաքական մարդկանց համար մեծագույն խնդիր է քաղաքական բանտարկյալների, քաղաքական մոտիվներով կալանավորվածների եւ ձերբակալվածների խնդիրը եւ անմեղության կանխավարկածը, մի խոսքով մենք շատ լուրջ խնդիրներ ենք տեսնում եւ հանձնաժողովի ընտրությունը նաեւ այդ թեմերի նախընտրական խոստումների տիրությունը եւ գործ անելու, ինչ երկրում շոշափելի փոփոխություններ բերելու մտահոգություն ունեն։ Տիկին Գալստյան, եւ գերիների վերաբերյալ հարցին ձեր պատասխանը իշխանության ներկայացուցիչներին այդքան էլ չբավարարեց, ընդհանրական էր, հա, այսպես ասած, ձեր գնահատականը կամ Բաքվում պահվող մեր հայրենակիցների ճակատագրերը ինչպես եք պատկերացնում օրինակ հանձնաժողովի ձևաչափով այդ հարցի լուծումը։ Նախ հանձնաժողովը լրացուցիչ գործիքակազմ ունի բոլոր իրավապաշտպան միջազգային կազմակերպությունների հետ աշխատելու եւ դա ես կարեւոր եմ համարում։ Բնականաբար հանձնաժողովը ունի վերահսկողական գործիքակազմ եւ նաեւ պետական գերատեսչությունների հետ աշխատելու լրացուցիչ, այսպես ասած, խողովակներ եւ ես կարծում եմ այնուամենայնիվ սպառված չեն գերիների օրակարգով մեր պետության կողմից իրականացված աշխատանքները, անցյալ տարի հիշում եք մի փորձեց խուսափել Տիկին Մանասյանը փորձեց խուսափել իր ներգրավվածությանը, թե ինչու ինքը չի արձագանքում Բաքվի մարդու իրավունքների պաշտպանի ուրեմն արձագանքին տեսակցությունների եւ այլնի, ես գտնում եմ, որ Հայաստանում գերիների Արցախում պահվող անձանց եւ գերիների վերադարձի առնչությամբ ամբողջական աշխատանք չի տարվում։